շեշտում եք հայուհիմը։ Ձեր մասին է խոսքը։ Գիտեք, երբեմն երբ շեշտում ես, որ մենք հայ ենք, ես հայուհի եմ, այդ տարանջատումը շատերին դուր չի գալիս, ասում են ինչու անդադ առանձնացնել, ինչու տարանջատել, ասեք կին է, աղջիկ է, ինչու հենց հայուհի։ Ձեր կարծիքով այդ տարանջատումը ինչի համար է արվում եւ օրինակ հայուհիները ունեն ինչ-որ յուրահատուկ գծեր, դե չեմ ասում բոլորը, բայց ամեն դեպքում իսկական հայուհիները եթե ունեն, չէ՞, ինչ-որ առանձնահատկություններ, որոնք ասենք, չգիտեմ, թրքուց կամ ֆրանսուց տարբերում են։ Բնականաբար։ Դե նախ եթե ընդհանրական տեսանկյունից դիտարկենք, ապա բոլորն են իրարից տարբերվում։ Եվ ազգությամբ, եւ անհատապես, հա, բոլորս տարբեր ենք, բայց հայուհիները այո առանձնահատուկ են։ Ես դա միշտ շեշտում եմ։ Ինչ ուզում եք դա համարեք, ազգայնամոլություն, ֆաշիզմ, չգիտեմ, ով ինչ ուզում է թող ասի։ Այ մարդ, ես առանձնացնում եմ։ Իսեր Աստծո, որովհետեւ մենք իսկապես տարբեր ենք։ Աշխարհի որ ծայրում հայտնվեք, հայուհիները իրենց դիմագծերով հենց մենակ առանձնանում են։ Եվ դա փաստ է, դա հորինովի պատմություն չէ, դա լեգենդ չէ, դա այդպես է։ Ուրեմն բացի դրանից մենք մեր տեսակով ենք շատ առանձնահատուկ։ Մենք իսկապես զորեղ կանայք ենք, իսկապես առանձնահատուկ մայրեր ենք, յուրահատուկ վերաբերմունքով։ Ինչու, որովհետև գուցե դա նաև մեր պատմությունն է մեր ներսում։ Եվ մենք մեզ պահպանելու այդ ջանքը անընդհատ թափելով, մինչ այս պահն էլ հենց այդպես էլ շարունակում ենք ապրել, արարել, ստեղծագործել ու մեր բալիկներին վերաբերվել ու պահել նրանց, չէ՞, որովհետև մեզ համար մեր ձագուկներից յուրաքանչյուրը թանկ գանձ է, նրանք զինվորներ են։ Մերոնք միշտ զինվորներ են եղել ու մեզ համար այդ գիտակցությունը, եթե նույնիսկ մենք չունենք ավելի այսպես արտաքին շերտում, բայց ներսում մենք հաստատ ունենք։ Ու դրա համար մենք հոգ ենք տանում մեր բալիկների համար մի աննկարագրելի ձևով, ես չգիտեմ, այդպիսի ազգ կա, որ իր մայրերը իրենց բալիկների համար այդպես հոգ տանեն, ինչպես մերոնք մեր ձագուկների համար են հոգ տանում։ Երբեմն ես նույնիսկ դիտարկում եմ, որ դա հիվանդագին մակարդակի է հասնում, բայց դա նորմալ է մեր պարագայում, Լենա ջան, ու մեղադրելու չէ։ Շարունակաբար այս պատերազմները, շարունակաբար զոհերը, զավակների կորուստը, ախր դա անընդհատ մեր մեջ նստվածք է թողնում, մենք չենք կարող ապրել, չգիտեմ, ամերիկացիների նման